2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 393.2 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 68.7 միլիարդ դրամով։ Նույն ժամանակահատվածում բյուջեի ծախսերը կազմել են 321.6 միլիարդ դրամ։ Տվյալները փոխանցում էին ֆինանսների նախարարությունից։ Եվրասիական զարգացման բանկը իր ամենշաբաթյա մակրոտնտեսական ուսումնասիրության մեջ կանխատեսում է Հայաստանի տնտեսության 5.5% աճ 2025 թվականին։ Բանկը ակնկալում է, որ տարվա երկրորդ կիսամյակում աճը կարագանա հիմնականում արդյունաբերական արտադրանքի դինամիկայի շնորհիվ։ Հայաստանի տնտեսական աճը այս տարվա պետբյուջեում նախատեսված է 5.1%-ի չափով։ Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում առաջատարն է ապրանքների արտաքին առևտրաշրջանառության արժեքի աճով։ Մեր երկրում ցուցանիշն աճել է 1.7 անգամ։ Հայաստանում պահպանվել է նաև բյուջեի դեֆիցիտը։ Եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ ավելի մեծ թափ են ստացել հյուսիսարև ճանապարհի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքները։ Կապալառու կազմակերպությունը մեծացրել է իր ռեսուրսները։ Շինհրապարակում աշխատում է 155 միավոր տեխնիկա, 248 աշխատող։ Ներգրավված են նաև տարածաշրջանի բնակիչներ, ինչպես նաև տեղական շինարարական կազմակերպություններ։ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան ու Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կողմ են ռուսական ակտիվների սառեցմանը, մինչև ուկրաինական հակամարտության ավարտը։ Պետությունների ներկայացուցիչները նույնպես պատրաստակամություն են հայտնել շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Խոսքը նոր սահմանափակումներ մտցնելու մասին է։ Բացի այդ, նրանք կոչ են անում Մոսկվային համաձայնվել հավասար պայմաններով անհապաղ անվերապահ հրադադարի եւ ամբողջությամբ իրականացնել այն։ Շվեդիան Ուկրաինային կտրամադրի մոտ 1.59 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ։ Սա պատերազմի մեկնարկից ի վեր Սկանդինավյան երկրից օգնության ամենամեծ փաթեթն է։ Դրա մեծ մասը ուղղվելու է զենքի եւ տեխնիկայի ձեռքբերմանը։ Օգնության շուրջ 70%-ը կմատակարարվի 2025 թվականին, իսկ մնացածը 2026-ին։ Փետրվարին Եվրոգոտում գործազրկության մակարդակը կազմել է 6.1%, կամ որ նույնն է 12.677 միլիոն մարդ։ Նրանցից 2.835.000-ը երիտասարդ է մինչև 25 տարեկան։ Եվրամիության երկրներում կանանց շրջանում գործազրկության մակարդակը առավել մեծ թիվ է կազմում։ OpenAI ընկերությունը հայտարարել է, որ ներգրավել է 40 միլիարդ դոլարի ներդրում, ինչը մասնավոր տեխնոլոգիական ոլորտի ամենախոշոր ֆինանսավորումն է։ Այս ներդրումների արդյունքում ընկերության շուկայական արժեքը հասել է 300 միլիարդ դոլարի, ինչը այն դարձնում է աշխարհի ամենաբարձր գնահատված մասնավոր ընկերություններից մեկը։ Նոր կապիտալը կուղղվի արհեստական բանականության հետագա զարգացմանը եւ հաշվարկային ենթակառուցվածքների ընդլայնմանը։ 2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի արտադրությունը։ Մարտի 31-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում որոշվել է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը։ Այն է IDEMIA Identity Security France and ACI Technology-ն։ Պայմանագրի կնքումից հետո մասնավորը 1 տարին պետք է տրամադրի ներդրումներ եւ կապիտալ ծախսեր անելուն, ենթակառուցվածքը հիմնելուն, որ հաջորդող 10 տարիներն արդեն ծառայությունը մատուցելուն եւ եկամուտ գեներացնելուն ուղղված լինեն, որպեսզի ծրագիրը մասնավորի համար լինի ծախսաարդյունավետ եւ եկամտաբեր։ Ոլորտի առաջադեմ տեխնոլոգիաներով հավաքագրվող կենսաչափական տվյալների շնորհիվ հնարավոր կլինի ստանալ միջազգային ամենաբարձր ստանդարտներով անձը հաստատող փաստաթուղթ։ Անձնագրի բոլոր էջերի վրա լինելու են անվտանգային տարբեր բաղադրիչներ։ Պետությունը խնդիր է դրել ապահովել ծառայությունների հարմարավետ մատուցումը, սահմանին անձի իրավական ինքնության հավաստումը, հերթերի կրճատումն ու հնարավոր կասկածելի իրավիճակների բացառումը։ Շատ գործընթացներ կունենան թվային լուծումներ ծառայությունը տնից ստանալու հնարավորությամբ։ Պետության ձեռքին սա նաև կարևոր գործիք է մի կողմից բարձր անվտանգային երաշխիքներ ապահովելու քաղաքացու համար, որովհետև շատ դժվար կլինի կեղծել քաղաքացու ինքնությունը, մյուս կողմից, եթե լինեն այդպիսի ռիսկեր, դրանք կլինեն շատ շուտ բացահայտելի։ Մեր քաղաքացիները նաև ավելի արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորություն կունենան։
Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր եւ ID քարտեր է մատակարարել լեհական ընկերությունը, որի հետ պայմանագիրն ավարտվել է 2017 թվականի հունվարի 1-ին։ Դրանից հետո նոր մատակարար պաշտոնապես չի նշանակվել։ Հին նմուշի անձնագրերի տրամադրումը երկարաձգվել է մի քանի անգամ։ Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա 1 տարվա ընթացքում։ Forbes-ը հրապարակել է դոլարային միլիարդատերերի համաշխարհային վարկանիշը, որում ներառված են նաև հայկական արմատներ ունեցող մեծահարուստներ։ 717-րդ տեղում 54-ամյա Ալբերտ Ավդոլյանն է 5 միլիարդ դոլարով, 1072-րդ տեղում 92-ամյա Էդուարդո Էրնեկյանն է 3.4 միլիարդ դոլարով, 1141-րդ հորիզոնականը կիսում են Ռուսաստանաբնակ 59-ամյա Սամվել Կարապետյանն ու 57-ամյա Սերգեյ Գալիցկին, 2019-րդ տեղում 44-ամյա Քիմ Քարդաշյանն է 1.7 միլիարդ դոլարով։ Forbes-ի ցուցակում են հայտնվել նաև Արտեմ Խաչատրյանն ու Նուբար Աֆեյանը։